Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայք Ալիքի հարգելի բաժանորդներ։ Ես այս տեսանյութով ուզում եմ խոսել մեր 2016-2020 թվականին պատերազմին մասնակցած հայ երիտասարդների, տղաների վերաբերյալ, մեր վիճակի վերաբերյալ եւ մեր անելիքների վերաբերյալ, մեր բոլորիս հարազատների, ընկերների, շրջապատի տարբեր ներկայացուցիչներ մասնակցել են 2016 կամ 2020 թվականի պատերազմին Արցախում հիմնական մարտական գործողությունները տեղի ունեցան եւ մեր բոլորիս հարևանների ընտանիքներում, ընկերների ընտանիքներում, հարազատների ընտանիքներում, մեր բակերում, մեր գյուղերում կան նրանց նվիրված հուշարձաններ, ցայտաղբյուրներ, անկյուններ ու այս ամենը չի կարևորվել ըստ արժանվույնս մեր հասարակության կողմից, նույնիսկ այս մարդիկ, որոնք մասնակցել են այդ պատերազմներին, չունեն որևէ արտոնություն եւ չեն նրանց ընտանիքները օգտվում ինչպես օրինակ առաջին Արցախյան պատերազմի մասնակիցներն էին շատ արտոնություններից ու պետության կողմից տրամադրվող երաշխիքներից օգտվում են միայն զոհվածների ծնողները կամ ընտանիքի անդամները։ Սա մեծագույն անարդարություն է, սա խայտառակություն է եւ մինչ օրս այդ հարցը կարգավորված չէ։ Խոսքը վերաբերում է նաև առողջապահության համակարգի, այսինքն բժշկական մատուցվող ծառայություններին, որոնք որ հասանելի չեն այս մարդկանց ընտանիքներին, նույնիսկ իրենց, հա, եւ փաստորեն այս հարցը անտեսվել է եւ խայտառակ անարդար դրություն ունենք, վիճակ ունենք։ Այս երիտասարդներից ցանկացածը ով մասնակցել է պատերազմական գործողություններում, իրենք 100,000 անգամ ավելի տղամարդ ու խիզախ են, քան ներկայումս իշխանություն զբաղեցնող ցանկացած ոք, նամանավանդ երկրի ղեկավարի պաշտոնին կարճած Նիկոլ Փաշինյան երևույթը։ Թող բոլոր 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրած մարդիկ մտածեն, թե ում են իրենք ընտրել երկրի ղեկավարի պաշտոնով։ Ես կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը երևի հայ ներկայիս պատմության մեջ խիզախության ու տղամարդկության որակների հետ որևէ կապ չունեցող ամենախայտառակ ներկայացուցիչն է։ Սրան եք դուք ընտրել երկրի ղեկավար եւ իհարկե գուցե շատ ժամանակ այս ամենը խորությամբ չպատկերացնելով ընտրել եք նաև որ Նիկոլը ձեր գլխին են թատրոններ խաղում, որ եթե իրեն չընտրեք Քոչարյանը կգա իշխանության, չգիտեմ, նախկինները կգան իշխանության, շատ լավ։ Եթե դուք այդ սխալը գործել եք, հիմա դուք պարտավոր եք բարոյական սկզբունքներից ելնելով, չեմ ասում, որ դուք ցանկացել եք Հայաստանի կործանումը, դավաճանեք բնույթով, բայց պարտավոր եք ձեր սխալի համար հրապարակային ներողություն խնդրել ու այժմ դուրս գալ փողոց, հրապարակներ ու ձեր ընտրած պատուհասին, ձեր ընտրած, չգիտեմ, ազգին ամենաշատը վնաս պատճառած երևույթին հեռացնել երկրի ղեկավարի պաշտոնից։ Դուք եք նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թատրոնը դուք խայծը կուլ եք տվել, կեղծ թատրոնի զոհն եք դարձել եւ այս մարդուն վերընտրելով 2021 թվականին ամենավնասակար ու ամենակործանարար ընթացքի մեջ եք թույլ տվել նրան դնել հայոց պետականությունն ու հայ ազգի շահերի դավաճանությունը
թողել եք, որ Նիկոլը ստանձնի։ Մոտակա ժամանակներում, շաբաթներ անց, ապրիլի 24-ը շատ լավ օր է, որ ամբողջ աշխարհը նայում է հայության կողմը, դուք հրապարակում կանգնեք և հայտնեք աշխարհին, որ ձեր ուզածը ամենևին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը չէր և Հայաստանը կործանարար ընթացքի մեջ դնելը, Հայաստանին վնաս պատճառելը, այլ ազգային պետություն ստեղծելն է եղել, հայ ազգի շահերը պաշտպանելն է եղել, ու դրա համար դուք հայտնում եք աշխարհին, որ ազգային օրակարգ ստեղծելու նպատակով գործընթաց ենք սկսում։ Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ, իր այդ անորակ կուսակցության հետ պետք է հեռացվի Հայաստանի ղեկավար մարմիններից, պետք է ստեղծվի ազգային պետություն, ազգային օրակարգ, ու այդ հնարավորության համար, այդ անելու համար շատ լավ առիթ է ապրիլի 24-ը։ Ապրիլի 24-ին ամբողջ ժողովուրդը շարժվում է իր էությամբ, դուրս է գալի տներից և ամբողջ աշխարհը նայում է հայ ազգի կողմ, Հայաստանի կողմ, ու մենք պետք է մերժենք Նիկոլ Փաշինյանի թուրքական ծրագրերը, Նիկոլ Փաշինյանին իր կուսակցությամբ և պետք է հայտարարենք ազգային օրակարգ ստեղծելու մասին։ Տեսեք, ես ասում եմ, ցանկացած 2016-2020 թվականի պատերազմական գործողությունների մասնակցած երիտասարդ 100,000 անգամ ավելի խիզախ է ու տղամարդ, քան Նիկոլ Փաշինյանը։ Ում եք դուք թողել, որ մնա իշխանության։ Ում եք դուք ընտրել 2021 թվականին։ Ժամանակն է, վաղուց է ժամանակը, որպեսզի այդ պատուհաս երևույթին, այդ թյուրիմացությանը ուղարկել իրեն արժանի տեղը։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կուսակցության հետ միասին պետք է նետվի քաղաքական աղբանոց, այնտեղից պետք է նրանց տանել անկախ հայկական ազգային դատարան, որպեսզի նրանք պատասխանատվություն կրեն իրենց ամեն արածի համար։ Այսօր այդ ամենը իրագործելու համար ամենալավ հնարավորությունը, առիթը, դա ապրիլի 24-ին հայությունը, հայ ազգը հրապարակում, փողոցում այս ամենի մասին հայտարարելն է և մաքուր էջից, նոր էջից, ճիշտ էջից պետականության կառուցման գործընթացը սկսելը։ Խնդրում եմ անպայման տարածեք այս տեսանյութը, կիսվեք ձեր էջերում, բաժանորդագրվեք Հայք Ալիքին, եթե չեք բաժանորդագրվել դեռ, և հասկացեք, որ այսպես խայտառակ ապրել, Նիկոլ Փաշինյանին թողել իշխանության, ունենալով հրաշալի հնարավորություններ պետություն ստեղծելու համար, ունենալով հայ ազգի մեջ անհատականություններ, որոնք գիտակցում են մեր ներուժի ու հզորության գոյությունը, կարևորությունը, բայց այսպիսի խայտառակ ծնկած վիճակում լինել, դա անհեթեթություն է։ Եթե մենք չունենայինք հնարավորություն, ուրիշ բան, բայց եթե մենք ունենք հնարավորություն ոտքի կանգնելու, ողնաշարը մեր ուղղելու, աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու, մեր հայրենատիրության ու իրավատիրության հարցերը լուծելու, քաղաքակիրթ, մեծ ու հզոր աշխարհի հետ համագործակցելու և մնանք այսպիսի թույլ, խղճուկ, թուրքի փալած, թուրքի ծառա վիճակում, դա խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնել է պետք, նրա անորակների խմբակին հեռացնել է պետք, ազգային պետություն ստեղծել է պետք, ազգային օրակարգ ձևավորել է պետք և տեսակով հզոր հայի առյուծ տեսակին է պետք բերել և վստահել հայկական պետության ստեղծման գործը։ Հայ ազգը ամեն ինչը պետք է հստակ ձևակերպի, հզոր պետություն և բարեկեցիկ ապագա ունենալու, բարեկեցիկ կյանք ունենալու իր նպատակները պետք է ձևակերպի իր լուր աշխարհի
եւ այդ ամենի մասին հայտնի ապրիլի 24-ին։ Ապրիլի 24-ին մեր հուշահամալիրը այցելուց հետո տուն չենք գնում, չենք լռում եւ իլուր աշխարհի հայտնում ենք մեր ազգային պետություն ու ստեղծելու ազգային օրակարգ ձևավորելու որոշման մասին։ Ես ինքս չեմ գնալու տուն, ես գնալու եմ հրապարակ այդ ամենը ձևակերպելու ու հայտնելու իլուր աշխարհի։ Կոչ եմ անում բոլոր մտահոգ հայ մարդկանց, հայ երիտասարդներին, հայ տղամարդկանց, հայուհիներին լուրջ վերաբերվել այս հնարավորությանը եւ այդ պահանջով, այդ նպատակը ձևակերպած դուրս գալ հրապարակ։ Շնորհակալություն։